Ազգային հագուստ, տարազ, այն մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է, բազմագույն ու բազմազան, ինչպես մեր բարբառներն են, բայց նրբաճաշակ ու համադրված հարուստ մեր մշակույթի նման։ Արևմտահայկական տարազախումբը հատկապես աչքի է ընկնում զարդանախշվածությամբ, բայց դուք կտեսնեք այդ համամասնությունը, տեսեք գոգնոցը ամբողջ ասեղնագործված է, երկրաչափական, կենցաղակերպ զարդամոտիվներով հարդարված, բայց այստեղ համաձայնեք, որ գունային լուծումները շատ հստակ են։ Ամեն ինչ մտածված է, համադրված, ասեղնագործ գոգնոց, նուրբ երկրաչափական զարդանախշերով գոտի, մանուսա կտորատեսակից կարված զգեստ։ Գունային այդ զուգործումները շատ ներդաշնակ են։ Տեսեք, կրծքալ սրտանոցը ևս ասեղնագործված է, գլխի հարդարանքը կամ ասենք վասպուրականի Սասնո տղամարդու տարազը, սա տնայնագործ շալ կտորն է շատախում պատրաստված։ Բարձրհայքյան համալիրը, որը ևս գեղազարդված է։ Մեր ազգային մշակույթի ու ճաշակի մասին տպավորությունը փոխվում է, երբ հանդիպում ես այսպես ասած տարազի ժամանակակից մոտեցումներին։ Այս պահին ես կանգնած եմ հայկականության և վտանգավոր անճաշակության արանքում։ Երբեմն մեր ինտերիերում օգտագործելով նմանատիպ կտորներ մենք վստահ ենք լինում, որ պահպանում ենք հայկականությունը, իրականում ճիշտ հակառակն է։ Թուրքական արտադրության կտոր հայկական զարդանախշերի աղավաղված ու խաթարված պատկերով։ Ինչու եւ ինչպես այս երևույթը ներխուժեց մեր առօրյա, դառնալով կրթական հաստատությունների ու ազգային մշակույթ ներկայացնող հաստատությունների անբաժանելի մաս։ Սա տանում է մշակութային տարալուծման, որովհետև այստեղ չկա էթնիկ որևիցե ցուցիչ, որը կտանի դեպի հայկականության, որովհետև սա ձուլված էթնիկություն պարունակող հանգամանք է, որի արդյունքում մենք տեսնում ենք ոչ թե հայկական բնօրինակ զարդանախշերի կիրառում, այլ դրանց ձևախեղում։ Այսինքն պահպանվում է եզրանախշը, փոխվում է դրա գունա-կոմպոզիցիոն լուծումները, իսկ եթե գույնը եւ կոմպոզիցիան չեն պատասխանում զարդանախշին, հետեւաբար դա հայկականություն կրել չի կարող։ Մասնագետը զգուշացնում է, առաջին հայացքից այս կտորների անմեղ կիրառությունը տարիներ հետո իսկական մշակութային աղետ կստեղծի։ Չեղած մշակույթը ինտեգրել է դարձնել իրենցը։ Եվ այս պարագայում ինչ են իրենք արել, վերցրել են պատկեր, որ առկա է հայկական մշակույթում, դա տարալուծել են, սարքելով չեզոք էթնիկ բնույթի, այսինքն դա չունի որևիցե էթնիկ ծագում, որտեղ իրեն ամբողջովին փոփոխել, ձևախեղել են։ Նրբություններ կան, որոնք ամեն դեպքում խնդրահարույց են այս դեպքում, եւ պետք է նայել ոչ թե միայն մեկ կետի, մեկ զարդանախշի, այլ դիտարկել համալիր տեքստի մեջ։ Սկզբում հաջողված բիզնես նախագիծ, հետո արդեն թիրախային ծրագիր։ Վահե Քոթանյանը թուրքական կտորների կիրառությունը մեր մշակույթի տարալուծման նպատակ է դիտարկում։ Օրինակ իրենք վերցնում են այդ կտորը իրենց մշակույթում ինտեգրում են, կգա ժամանակ, երբ որ մենք կուզենանք մեր հայկական բնօրինակ գորգը կամ կարպետը ցույց տալ, կասեն բա էս եք օգտագործում, սրանից մենք էլ ունենք։ Իրենք դրա փոխարեն Արցախում բռնազավթված Արցախում, բռնագրաված Արցախում հայկական գորգերը ներկայացնում են որպես Ադրբեջանի եղած մշակույթ։ Ամենից շատ մեր հասարակության ծայրաստիճան անտեղյակությունն է մտահոգիչ։ Միջոցառումների ժամանակ էթնոգրաֆիկ միջավայր ստանալու նպատակով հիմնականում օգտագործում են օտարածին կտորները։ Իմ կարծիքով այդ սխալը գալիս է նրանից, որ սկսեցին ասել տարազի կտոր։ Մեր տարազի կտորը մեկը չի, ուրեմն տարբեր պատմազգագրական մարզեր են, իրենց հատուկ կտորատեսակով։ Տարազային կտոր արտահայտությունն արդեն սխալ է, անհնար է մեկ կտորում ամփոփել տարազի ամբողջ գաղափարն, ասում է ազգագրագետը։ Ծածկոցի կտորը չի կարող օգտագործվել որպես հագուստ։ Թանգարանային ցուցանմուշների կողքին թուրքական աղավաղումն իհարկե ակնահաճո չէ, բայց կտորը բերել ենք ազգագրագետի գնահատականը լսելու ակնկալիքով։ Տեսեք, սա մի տեսակ հորինված բան է, ինչի է Այբուբենի հետ, ըստ որում սենց խառը մարը ԱԲ ԳԴ, հետո ենել չկա, իսկ դա չի, որ մի ամբողջ համակարգ է։ Եվ դնել, այսպես խառը մարը դնել, այսինքն երևում է, որ կատարողը նույնիսկ չի տիրապետում այդ կարևորագույն արժեքին։ Զարդանախշերի ու ճիշտ ձևվածքի հազարավոր նմուշներ կարելի է գտնել նույնիսկ համացանցում։ Պետք է ամբիցիաները դնել մի կողմ,
եւ սառը ուղեղով դատել, որ եթե մասնագետները ասում են, որ այստեղ խնդիր կա, հետեւաբար այդ խնդրին պետք է ականջալուր լինել եւ փորձել հասկանալ այլընտրանքները որտեղ են գտնվում։ Ունենք տարբեր տարբերակներ, ապլիկացիոն տարբերակ, հա, հայկական տարազի ստացման օրինակ, գունամտածողության ճիշտ ընտրություն, ունենք այնտեղ տպագրական նմուշներ, որոնք որ հեշտ հանգիստ կարող եք հայկական բնօրինակ գորգերը տպել, դրանից ստանալ դիզայն եւ օգտագործել ճիշտ հայկականը։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։